Փոքր տոնածառով, բայց մեծ սրտով ավագյանների բազմանդամ ընտանիքը 2026 թվականին է ընդառաջ գնում։ Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, բայց կարևորը 6 երեխաների աղմուկ աղաղակով է լցված նրանց տունը։ Լուսիկ, Դավիթ, Անուշ, Սպարտան, Ապերի փոխարեն Վարդան, Վիտո։ Օրվա մեջ մի քանի անգամ է ավագյանների տոնածառը զարդարվում ու էլի շատ արագ քանդվում։ Վերջին օրերին հատկապես դա տան ամենափոքրերի սրբազան գործն է դարձել։ Էլ ինչ տոնածառ երկուպար առանց Գրետայի պատրաստած Անուշահամ գաթայի, առանց այդ գաթայի բույրի, որը մի տեսակ ավետում է գալիք տարվա գալուստը։ Ընդամենը 27 տարեկան է Գրետան ու արդեն բազմազավակ երեխաների մայր, որի ողջ օրվա անելիքը սկսվում ու ավարտվում է խոհանոցում, տեսակ համովություններ պատրաստելով, երջանկացնելով համ իրեն, համ էլ իր երեխաներին։ Իսկ գաթա պատրաստելը իր մայրիկից է սովորել, իսկ ամենակարևորը ընթացքում ինքնուրույն է հասկացել՝ պիտի շատ սեր ու նվիրում դնես յուրաքանչյուր գործի մեջ, որ համեղ լինի ուտողն էլ գոհ։ Գաթա ենք պատրաստում, մեր արցախյան գաթան ենք պատրաստում։ Ճիշտն ասած տարբեր ձևի է լինում այդ գաթան։ Մենք տարբեր ես իմ մամայից բաղադրատոմսով եմ պատրաստում։ Իսկ լավ գաթա ստանալու համար ինչ ա պետք ըստ քեզ։ Ըստ ինձ տարբեր տեսակի է լինում, ճիշտ ասած մենք լցնում ենք, ես լցրել եմ պեսոկը, ձեթը, լցնում են յուղ, կարագը կամ նայած էլի, ձու են գցում, խորիզի համար գցում են պոպոկ ջարդած, պեսոկի հետ խառնած, կլոր գաթա ենք պատրաստում, որ տակ վայելենք, ընտանիքով ջերմ սուրճ խմենք, թեյ խմենք, որոշել եմ այս գաթայի մեջ կոպեկ գցեմ, որ երեխեքս տան անդամների կամ երեխեքը փորձեն կոպեկ ու մանգավ այս տարի իրան հաջողություն լինի, ես միշտ տենց եմ անում։ Շատ արագաշարժ է Գրետան անում ու թափում է ամեն ինչ մի շնչում։ Գաթայի խորիզն էլ պատրաստ է, մնում է ջեռոցը տաքանա։ Եթե գաթան լիներ ցանկություն կամ երազանք, ապա այս տեսքը կունենար։ Թող այս տարի բոլորիս երազանքները կատարվի։ Ու միայն խաղաղություն բերի մեր երկրին, առողջություն, խաղաղություն, կարևորը խաղաղություն լինի։ Ընտանիքը 2023-ին է Արցախից բռնի տեղահանվել, դա նրանց երկրորդ գաղթի ճանապարհն էր, պարզապես այս անգամ վերջնական եկան ու այլևս հետ գնալ չկարողացան։ Շուրջ 3 շաբաթ է ավագյանների կեցության վերջնական հասցեն Լոռու մարզի Օձուն գյուղն է։ Մինչ այդ ապրում էին Ալավերդի քաղաքում վարձակալական հիմունքներով։ Նոր տուն են գնել ու տեղափոխվել, շատ բան չունեն տանը, բայց կարևորը այս տանը շատ սեր ու ջերմություն կա, մանկան աղմուկ աղաղակ կա, ու մեկ էլ տունը, որտեղ ապրում են, իրենցն է, իրենց սեփականը, որը մի տեսակ անիրականալի երազանք էր դարձել այս ընտանիքի համար։ 5 տարվա մեջ մենք շատ դժվարություններ ենք անցել, ամուսինս վիրավորվել է, ոտքի կեսը պրոթեզավորած է, մենք էլ վարձով ստեղից նեղ են գնում, որ տուն մտել ենք, այդ տունը թարսի պես վաճառվել է, շաբաթներ են տվել, մի շաբաթ, 2 շաբաթ, որ տունը ազատենք։ Այս վերջի արդեն 3 շաբաթ հադառնում, այս տունը առել ենք, տեղափոխվել ենք, ուզում ենք մի քիչ ստեղծենք մեր սրտով տուն դառնալ։ Կարևորը տանիք կա, կարևորը երեխեքի գլխին տանիք կա, կարևորը տուն ունենք, էլ վարձով չենք մնալու, ոչ մեկը չի գալու ասի դուրս եկեք, մեր տունն է։ 2026 թվականը արդեն մենք մեր տանը կդիմավորենք, ճիշտ է, շատ գործ կա անելու այս տան վրա, վերանորոգում բան, բայց մենք հույսներս չենք կորցնում, մենք ուզում ենք այս տունը արդեն սարքենք մեր ուզած ձևով, մեր թեկուզ լինի փոքր սեղան, թեկուզ փոքր տոնածառ, բայց մեր սրտով լինի ամեն ինչը։ Գրետան ասում է, պետությունից ստացած գումարով հանգիստ կարող էին քաղաքում էլ տուն վերցնել, բայց ընտանիքը ընտրեց գյուղական կյանքը, ոչ թե նրա համար, որ այն ավելի հեշտ կամ հաճելի էր, այլ որովհետև ապրել ու պահել էր պետք երեխաներին։ Գյուղում հետագայում որոշել են մեծ տնտեսություն հիմնել, անասնագոմը լցնել, հողագործությամբ զբաղվել։
Ճիշտ ասած, տարբեր գյուղեր գնացել ենք, Անավերդի մտել ենք, տեսել ենք, հետո վերջի եկել ենք ստեղ այս տունը, որ տեսել ենք, ճիշտ ասած, համ հարմարություն չունի տունը, բայց տունը մեծ տուն է, այգով, գոմերով, ամեն ինչ ունի։ Դե մենք էլ սիրում ենք բաղճա անել, անասուն պահել, ասեցինք լավ աստեղ մնանք, մեկ էլացը ստեղծենք։ Որոշել ենք գոնե հավա խոզա պահենք, մի քիչ մեր անասունը, ճիշտ ասած մի հատ գոջի ունենք, արդեն առել ենք գոջի, պահում ենք։ 3 նապաստակ ունենք, մի գոջի։ Մեծ ընտանիքը մեծ հոգսերին զուգահեռ նաև իր առավելություններն ունի։ Օգնող ձեռքերը շատ են, ասում է տանտիկինը։ Այս ընտանիքում յուրաքանչյուրը իր գործը լավ գիտի։ Բոլորը մեկը մեկին օգնում են, այնպես որ Գրետան օրվա ընթացքում հետ չի հոգնում։ Եթե հոգներ էլ էլի ոչինչ, նրա համար երջանկությունը հենց դրա մեջ է։ Իմ առօրյան սկսում է ժամը 6:30-ից, ես արթնանում եմ 4 դպրոցական ունեմ, մինչև պատրաստում եմ, տանում թողում, հերթով հետո գնում բերում եմ։ Հələ ստեղին ծանոթ չեն, ինչ ճիշտը դրա համար բերում եմ, բայց Անավերդը մնալուց ես տարել եմ, իրանք հերթով եկել են։ Ճիշտն ասած, երեխաները ինձ շատ օգնում են, մեծս 12 տարեկան է, ինքը շատ է օգնում, աղջիկս էլ ամեն ձևի իրանք օգնությունը ցույց են տալիս։ Թեկուզ քիչ, բայց դե տենում եմ, իրանք օգնությունը ցույց են տալիս։ Կազմակերպված երեխեք են։ Այո, իրանք շատ կազմակերպված երեխեք են։ Դժվարությունը շատ է։ Երեխա կա, օրինակի համար ճաշը ուտում է սոխով է, մեկը սոխով չուտում է, մեկը կանաչով ատում, մեկը կանաչով չուտում։ Տարբեր տեսակի շատ դժվարություն է, բայց ես սիրում եմ, որ երեխաները ուզում են, ես պատրաստում եմ, իրանք ինչ ասում են, կարող է ժամանակի մեջ չտեղավորվեմ, այսօր չանեմ, բայց վաղը անպայման իրանց ուզածը անեմ։ Առավելությունն էլ նա, որ տունը լի է երեխաներով, մեկը մյուսի հետ խաղում է, մեկը օգնում է, մեկի դասը անում է, իրանք իրանցով օգնում են, խաղում են։ Կողքից երեխաներ էլ պետք չէ, որ գան խաղան իրանց հետ։ Երջանկությունը իմ համար երեխաների մեջ է, որ տենում եմ երեխաները հիվանդ չեն, կուշտ են, խելոք խաղում են իրանց համար։ Իմ երջանկությունը իրանք են։ Գրետան ասում է, հույսերն ու ուրախությունները այստեղ ոչ թե օրվա, այլ հիշողությունների հետ են կապում։ Երկար փնտրտուքից չլուսացող գիշերներից հետո նրանք հետ կամ առաջ քայլելու խաչմերուկում են։ Ու այդ խաչմերուկում որոշել են ապրել հայրենիքի ու իրար համար։ Ապրել 6 երեխայի երջանկության ու բարօրության համար։ Իմ ուժը իմ 6 երեխաներն են, որ իրանք ինձ ուժ են տալիս ապրելու, կյանքի իմաստն են իրանցով եմ ապրում։ Շնորհակալ եմ նրա համար, որ փառք Աստծո մենք դուրս ենք եկել ընդեղից ամեն ինչով, սաղ երեխաները մոտս են, կորուս չունեմ, ճիշտ է, ունեմ բարեկամության մեջ, բայց իմ ընտանիքի մեջ չի, երեխաները իմ հետ են, մեկ էլ ուրախ եմ, որ արդեն տանիք ունեմ, արդեն էլ ոչ միտեղ չեմ տեղափոխվելու, արդեն իմ սեփական տանն եմ։ Ծննդավայրն ու տունը կորցրած ընտանիքը ամեն դեպքում այստեղ նոր տուն է ստեղծում։ Ասում են, թեկուզ կիսատ ու պռատ սեղան կդնեն, ամանորը կդիմավորեն համեստ ու պարզագույն հնարավորություններով, բայց կարևորը բոլորով սեղան կնստեն։ Ու մեկ էլ ամուսիններով որոշել են այս տարի գոնե հրաշքին սպասող ու հավատող փոքրիկների կողմից ձմեռ պապին ուղարկված նամակները անպատասխան չեն թողնելու։ Գուցե ոչ այն, ինչ ուզել են ձմեռ պապից, այլ այն, ինչ կարող են։ Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Այո։ Կարելի է իմանալ ինչ ես գրել։ Գրել եմ, որ մեծ տոնածառ բերի ու լիքը խաղալիքներ իմ ապերի ու քուրիկների համար։ Երեխաների համար պատրաստել եմ մի փոքրիկ թեկուզ փոքրիկ նվերներ, որ երեխաները նոր տարվա գիշերը ուրախանան, որ իրանք իմանան, որ ձմեռ պապին գոյություն ունի, իրանց սրտով լցրել ենք, իրանց ուզածով արել ենք ամեն ինչը։ Հա, իրանց սիրած սալատներն անելու, ճիշտ է, իրանք միշտ չեն ուտում խորոված, բայց դե ամեն դեպքում անելու ենք, կարող է էլի հարևանությունից մեկը դուռը ծեծի մտնի, իրանց սիրած ուտեստները, իրանց քաղցրավենիքները արդեն լրիվ արել ենք, արդեն պատրաստ է։ Տոնածառն ու տոնական սեղանը միայն արտաքին ձևավորումներն են։ Իսկական տոնը գալիս է, երբ ուզում ես մի բան փոխել կյանքումդ, ասում է ընտանիքի մայրը։ Նրանց տան սեղանը մի քանի տարվա դադարից հետո այս տարեմուտին կլցվի, որովհետև նրանք ուզում են ապրել, նորից արարել գոնե հանուն իրենց երեխաների, կարևորը սեփական տանիքի տակ։ Զգացողությունս մի այլ տեսակավոր չեմ կարողանում ասեմ, շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, որ արդեն իմ տունն է, ուզում եմ ամեն ձևի ամեն ինչ անեմ, ույուտը ստեղծեմ ամեն ձևի երեխեքի համար, որ իրանք էլ ուրախ իրանց նոր տարին անցնեն, որ
իրանք չիմանա, չհասկանան, որ իր ծնողը տխուր է, չի ուզում նոր տարի անի։ Մենակ իրանց ուրախության համար ենք անում այդ նոր տարին, թե չէ ամեն ինչ կորցրած էլ սրտով չի։ 6 երեխաների մայրը 27-ամյա Գրետան բացի շնորհավորանքից մի ասելիք էլ ունի նորաստեղծ ընտանիքներին, որը կարևոր է, առաջնային է ու սրտից է բխում։ Շնորհավորում եմ ես մեր հայ ժողովրդին, իրենց նոր տարի, ցանկանում եմ ամենալավը, որ կյանքում ոչ պատերազմ տեսնեն, ոչ նեղ օր լինի, մեկը մյուսին հարգեն, ցանկանում եմ այն մարդկանց, ով ունի այդ հնարավորությունը, նոր ամուսնացողներին, որ իրանք շատ երեխաներ բերեն, ճիշտ է շատ դժվար է, բայց դե հետո շատ լավ է, հաճելի է, որ տենում ենք երեխաները մեր հետ են։ 2026-ին Ավագյանների ընտանիքը շատ երազանքներ չունի, միայն թե խաղաղություն լինի, մնացածը իրենք կստեղծեն։ Ավագան ես, ուզում եմ քեզ ու շատ սիրես, քախիստ քո անդեպ չունես, պես տարի մի քիչ լավես, սերդ ու բարություն մի քիչ, փոքրատարություն մի քիչ, հանգստություն շատ բան չեմ ուզում, նոր տարի, երազանքները մեր հերթով կգանձարի։ Մենք հրաժեշտ ենք տալիս Ավագյանների ընտանիքին, որ արդյունքը գուցե հոգու խորքում պահած, բայց մեծ հավատով ու ուժով նոր տուն են ստեղծում, եւ մեզ ու ձեզ են փոխանցում ամենակարևորը՝ հույսը։ Մանան Ավարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։